Մեծարգո վարչապետ, վարչության հարգելի անդամներ, սիրելի պատվիրակներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ անցած քվեարկության ժամանակ հերթական անգամ բարձր քվե տալու համար։ Սա շատ կարևոր է անձամբ ինձ համար առաջիկա ընտրությունների համատեքստում։ Իմ ելույթը մի քիչ ավելի գործնական կլինի, հաշվի առնելով շտաբի աշխատանքները նաև։ Այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն հաշվետու լինելու կամ առաջիկա փուլը ձևակերպելու, այլ մեկ շատ կարևոր բան վերահաստատելու համար, ինչպիսին է մեր կուսակցությունը եւ ինչպիսի մշակույթ ենք մենք կառուցում Հայաստանի քաղաքական կյանքում։ Քաղաքացիական պայմանագիրը պարզապես քաղաքական ուժ չէ, այն արժեքային հարթակ է, որտեղ քաղաքականությունը կառուցվում է գաղափարների, պատասխանատվության եւ ինստիտուցիոնալ մշակույթի վրա։ Մենք մեր գոյությամբ արդեն իսկ կոտրել ենք մի շատ կարևոր կարծրատիպ։ Արդյունավետ կարող է լինել միայն կենտրոնացված, հիերարխիկ, հրահանգային կառավարման մոդելը։ Մենք ցույց ենք տվել, որ ժողովրդավար մշակույթը ոչ միայն հնարավոր է, այլ նաև արդյունավետ։ Բայց այսօր ես ուզում եմ ասել մի շատ ուղիղ բան։ Ժողովրդավարությունը ինքն իրենով չի աշխատում։ Ժողովրդավարությունը աշխատում է միայն այն դեպքում, երբ այն ապրում է մարդկանց մեջ, երբ յուրաքանչյուր մարդ իր տեղում ոչ թե սպասում է հրահանգի, այլ գիտակցում է իր դերը, իր պատասխանատվությունը եւ իր ազդեցությունը ընդհանուր արդյունքի վրա։ Այս դահլիճում նստած յուրաքանչյուր մարդ ունի իր դերակատարումը, եւ դա ձևական դեր չէ։ Դա գործառույթ է, քաղաքական, կազմակերպչական, հաղորդակցական, գաղափարական։ Եվ եթե մենք ուզում ենք, որ մեր կուսակցությունը շարունակի լինել այն ուժը, որը վերափոխում է Հայաստանը, իսկ մենք դա ուզում ենք, ապա մենք պետք է անցնենք հաջորդ անձնական պատասխանատվության խորացման փուլի։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն տա մի պարզ հարց. ես իմ տեղում իսկապես անում եմ առավելագույնը, թե սպասում եմ, որ ինչ-որ մեկը ուղղություն տա։ Ժողովրդավար մշակույթը չի նշանակում դանդաղություն։ Ժողովրդավար մշակույթը նշանակում է պատասխանատվության բաշխում եւ որոշումների արագ իրականացում այդ պատասխանատվության շրջանակներում։ Հետևաբար, այսօր մենք պետք է սահմանենք թիմային աշխատանքի նոր նշաձող։ Առաջին հստակություն։ Յուրաքանչյուր մարդ պետք է հստակ իմանա, որն է իր դերակատարումը, իր արդյունքը ինչով է չափվում եւ ինչ պատասխանատվություն է կրում։ Երկրորդը նախաձեռնողականությունը։ Մենք պետք է դուրս գանք ասեցին, արեցի մշակույթից։ Մեզ պետք է մարդիկ, ովքեր տեսնում են խնդիր եւ առաջարկում են լուծում, ովքեր իրենց գործառույթը չեն սահմանափակում տրվածով, այլ ընդլայնում են այն։ Երրորդը փոխկապակցվածություն։ Թիմը չի կարող աշխատել, եթե յուրաքանչյուրն աշխատում է իր փոքր հատվածում, առանց հասկանալու ընդհանուր պատկերը։ Մենք պետք է կառուցենք համակարգ, որտեղ տեղեկատվությունը շարժվում է արագ, որտեղ մարդիկ գիտեն, ինչ են անում մյուսները եւ որտեղ համագործակցությունը դառնում է նորմ եւ ոչ թե բացառություն։ Չորրորդ հաշվետվողականություն։ Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց հաշվետվողականության։ Եվ այստեղ խոսքը ոչ միայն վերադասի առաջ հաշվետու լինելու մասին է, այլ նաև միմյանց առաջ։ Մենք պետք է ձևավորենք միջավայր, որտեղ արդյունքը կարևոր է եւ որտեղ յուրաքանչյուրը պատասխան է տալիս իր աշխատանքի համար։ Սիրելի գործընկերներ, հարգելի պատվիրակներ, մենք հաճախ ասում ենք, որ Հայաստանը գտնվում է փոփոխությունների փուլում։ Իրականում այդ փոփոխությունը սկսվում է այստեղ, այս դահլիճում, մեզնից յուրաքանչյուրից։ Եթե մենք կարողանանք կառուցել արդյունավետ, պատասխանատու, նախաձեռնող թիմ, ապա մենք ոչ միայն կշարունակենք մնալ կառավարող քաղաքական ուժ, այլ նաև կձևավորենք նոր քաղաքական մշակույթ ամբողջ երկրում, ինչը եւ շարունակաբար անում ենք։ Քաղաքացիական պայմանագիրը պետք է դառնա այն օրինակը, որը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը ոչ թե խոչընդոտ է արդյունավետությանը, այլ դրա հիմքը։ Եվ սա պարզապես խոսք չէ։ Սա մեր ամենօրյա աշխատանքի հարցն է։ Այս պահից սկսած մենք պետք է մեզանից յուրաքանչյուրից պահանջենք ավելին, ավելի մեծ ներգրավվածություն, ավելի մեծ պատասխանատվություն, ավելի մեծ արդյունք, որովհետև ի վերջո մեր հաջողությունը որոշվելու է ոչ միայն մեր հայտարարություններով, այլ նաև մեր կազմակերպվածությամբ, մեր աշխատանքի որակով եւ մեր թիմի ուժով։ Ուստի այս բարդ քաղաքական փուլից հետո, երբ որ համաժողովով մենք ձևավորեցինք մեր ցուցակը, գլուխներդ բարձր, դուխով,
Վաղվանից նոր նշաձող մեզ համար սահմանենք եւ գնանք դեպի հաղթանակ հունիսի 7-ին։ Շնորհակալություն։